Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հակակոռուպցիոն դատարանում էր։ Նրան մեղադրում են 20 տարվա վաղեմության մի գործարքի համար։ Ըստ մեղադրանքի Սարգսյանը երկպաշտպանության նախարար էր, Իսակովի փողոցում հողատարածք է օտարել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն պատկանող ընկերությանը շուկայականից ցածր գնով։ Սերժ Սարգսյանը այս մեղադրանքը, այս գործը այսօր որակեց աճպարարություն։ Դատական նիստից հետո Սերժ Սարգսյանը պատասխանեց լրագրողների հարցերին, նախ վարչապետ Փաշինյանին անվստահություն հայտնելու թեմայի մասին։ Սերժ Սարգսյանը համարում է, որ խորհրդանական ընդդիմությունը պետք է քայլանի եւ մինչեւ հերթական ընտրություններ պետք է այս գործընթացը սկսի, քանի որ նրա կարծիքով այս ընթացքում իշխանությունը հնարավոր է այնպիսի քայլեր անի եւ զիջումներ անի, որոնք հետագայում կլինեն անդառնալի։ Ասում ենք պաշտպանում ենք իմպիչմենտը ելնելով հետևյալ հանգամանքներից։ Մենք, այսինքն ես նկատի ունեմ հավաքական ընդդիմությունը առնվազն 5 տարի հայտարարում ենք, որ այսօրվա կառավարիչների մեկ օր ավել մնալը իշխանության վնասում է Հայաստանի Հանրապետության շահերին։ Այդպես է, թե այդպես չի, ասել ենք, թե չենք ասել։ Խնդրում եմ, ասեք, եթե չենք ասել, ասեք չեք ասել, ասել ենք։ Իսկ այդ ինչ պատահեց, որ հիմա էլ ասում ենք, չէ, մի տարի սպասենք, մինչև ընտրությունները գա։ Լավ, ես ասացի, 21-ի ընտրությունները շատ իրատեսական էին, ես իրատեսական չի, 21 եւ երկրորդ։ Դուք չէ, բայց իմ տարիքի մարդիկ գիտեն, որ բազմաթիվ են եղել դեպքերը մեր նորագույն պատմության մեջ, որ մենք գնացել ենք իրադարձությունների, որոնք շատ-շատերի կարծիքով հավանական չէին, բայց հաջողությամբ է տեսակվել։ Իսկ արդյոք նա իրատեսական է համարում, որ իշխող քաղաքացիական պայմանագրից կմիանան իմպիչմենտին եւ այդպիսով հնարավոր կլինի Փաշինյանին անվստահություն հայտնել։ Ազատության այս հարցին Սերժ Սարգսյանը պատասխանելով ասաց, որ չի բացառում։ Հիմա դուք հավանական եք համարում, որ ԿՊ-ից կմիանան այդ 18 պատգամավորը եւ կընդունվի նախագիծը։ Եթե ես սատարում եմ, եթե մենք իմ ընկերներով իմ համախոհները սատարում ենք այդ շարժմանը, ապա այդ տարբերակը մենք չենք բացառում։ Իսկ այդ ով է երաշխավորել, որ չի լինելու դա։ Դա ընդհանրապես ենթադրություն է, չէ՞, ասում են գնացեք ԿՊ-ին համոզեք, հետո մենք էլ կգանք։ Դե բա եթե մենք ԿՊ-ին ամբողջովին համոզենք, իրեն գալիս Էլ ուրիշները ինչի են պետք, էլի չեմ հասկանում։ Նա ասաց, որ պատիվ ունեմ խմբակցությունը պատրաստ է իր 8 падգամավորի ստորագրությունը տրամադրել եւ պատրաստ են սատարել Ռոբերտ Քոչարյանի տեխնացությանը կամ նրանց թիմից որևէ մեկի տեխնացությանը։ Նշեմ, որ վարչապետ Փաշինյանին խորհրդարանով հեռացնելու ճանապարհը անիրատեսական են համարում Ռոբերտ Քոչարյանի թիմակիցները, Հայաստան խմբակցության падգամավորները, քանի որ այդ գործը հաջող ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է, որ իշխող թիմից առնվազն 18 падգամավոր միանան այդ գործընթացին։ Ով ուզում է գա։ Ով ուզում է գա։ Այսինքն դուք կասկածում եք, որ Ռոբերտ Քոչարյանը կարող ավելի վատ լինել որպես կառավարիչ, քան այսօրվա կառավարիչը։ Ես այդպիսի կարծիք չունեմ։ Մենք ի տարբերություն շատ-շատերի գիտակցում ենք, որ եթե մենք տեխնացու առաջադրենք, ապա հակադրությունը ոչ միայն ԿՊ-ի կողմից է լինելու։ Շատ պարզ է, չէ՞։ Ավելի մեծ հակադրություն է։ Մենք փորձում ենք գնալ ավելի քիչ դիմադրության հանդիպելու ճանապարհով։ Սերժ Սարգսյանին հարցրինք նաև իր թիմակիցների ու Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների հերակա բանավեճի մասին։ Վերջին շրջանում նրանք բանավիճում են, փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում, թե ով է Նիկոլ Փաշինյանին 2018 թվականին իշխանության բերել։ Ինչպես է վերաբերվում այս մեղադրանքներին։ Ինչքան ուզում եք սադրեք, ես 18 թվականի մասին այլևս չեմ խոսելու։ Ինչ ուզում եք արեք։ Ուզում եք դուք էլ հիմա բարձրաձայն գոռացեք, որ ես եմ բերել Ռոբերտ Քոչարյանը Օրվանին, խնդրել եմ որ գա, օգնել եմ որ գա, ուզում եք ասեմ այդ պարագայում ես մազոխիստ եմ էլի, իհարկե ուզել եմ որ գա,
որ այս դատարանի դռներում քարշ գա։ Նշեմ, որ Ռոբերտ Քոչարյանն էր իր վերջին հարցազրույցում խոսել 2018 թվականի իրադարձությունների մասին եւ ասել էր, որ այդ օրերին կապվել է Սերժ Սարգսյանի հետ եւ հայտնել իր մտահոգությունները։ Սարգսյանն էլ ասել է, թե ամեն ինչ կոնտրոլի տակ է։ Սերժ Սարգսյանն այսօր ասաց, որ իր բառապաշարում նման ձևակերպում չկա եւ չցանկացավ 2018 թվականի իրադարձությունների ու իր անձնական զրույցների մասին այսօր խոսել։ Իմ լեքսիկոնում ու կարծում եմ երևի մի 10-15 տարի հետևում է։ Երբեք լսել եք այդպիսի բան, կոնտրոլի տակ։ Ես չունեմ այդպիսի բան։ Ես ընդհանրապես հակված չեմ անձնական խոսակցություններ, անձնական զրույցները հրապարակացնել, հրապարակայնացնել։ Զանգ եղել է, բայց դրանից առաջ էլ է զանգ եղել, դրանից առաջ էլ է թեմա եղել։ Ինչքան առաջ, որտեվ ասում տևական ժամանակ չեք շփվում։ Ինքը նկատի ուներ, կարծում եմ նկատի ուներ այսօրվա պարագան, բայց 18 թվականին այդպես չէր։ Համենայն դեպս այդ մանրամասները ինչ հետաքրքիր է։ Սերժ Սարգսյանը խոստացավ 2018 թվականի իրադարձությունների մասին խոսել ավելի մանրամասն եւ այլ ֆորմատով եւ պատասխանել ոչ միայն լրագրողների, նաեւ հանրությանը հուզող հարցերին։